Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք մուշի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը հոգեբան Անի Ապիտոնյանն է։ Ողջույն Անի։ Ողջույն Ինչպե՞ս ես։ Լավ, ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք այսօր քայլելու ենք քո արմատների հետքերով եւ իհարկե Էրգրի համը հաղորդաշարը նախատեսված է, որպեսզի մենք քայլենք եւ գտնենք բաղադրատոմսեր, որոնք թաքնված են արմատների հետքերում։ Այսօր մենք տեղափոխվում ենք դեպի ուր։ Տեղափոխվում ենք դեպի Արևմտյան Հայաստան, մի 3 տեղավայր։ Այո։ Քանի որ քո մի արմատը մուշից է, մենք այսօր ընտրել ենք մուշի խոհանոցից բաղադրատոմս, իհարկե մենք անդրադառնանք քո բուն արմատներին, թե որտեղից են քո արմատները եւ որտեղից են։ Մուշից սկսենք, մուշում ապրել է տատս, հայրական կողմի տատս, Մանասկերտի մոտիկ գյուղերում ապրել է մորական հայրս, պապս եւ հորական պապս արդեն ապրել է Կարինում, Կարինի գյուղերից է եղել։ Այսինքն այսպես տարբեր լոկացիաներ են, հա, տեղորոշված են տարբեր տեղերում եղել, բայց ամեն դեպքում մենք այսօր ընտրեցինք տատիկի խոհանոցի բաղադրատոմսը եւ դա մուշի խոհանոցն էր, մի հետաքրքիր փլավ ենք պատրաստելու, մշոտոնական փլավ, մուշում յուրահատուկ այդպիսի քաշովիների տեսակներ կան, որոնք որ ընդհանրապես հայկական լեռնաշխարհում քաշովիները շատ են, հետեւաբար իրենք տարբերվում են իրենց բովանդակությամբ, կոնկրետ բաղադրիչների քանակությամբ, որոնք որ արկա են կամ բացակայում են այնտեղ տարբերակում այդպես է լինում լեռնաշխարհում։ Այս պարագայում մենք օգտագործելու ենք բաղադրիչներ, որոնք որ շատ հետաքրքիր համադրություններ ունեն իրար հետ եւ ունենք այստեղ հաշված սիսեր, 1.5 բաժակ թրջած արդեն բլղուր, որպեսզի մի քիչ շուտ ավելի եփվի, հավի միս, ունենք տավարի միս իհարկե, երկուսն էլ հաշված վիճակում, ընդհանրապես փլավի մեջ, որոնք որ պատրաստվել է դասական տարբերակում, մենք ունեցել ենք եւ սիսերը եւ մնացածը թրջված չեն եղել, այսինքն միանգամից իրար հետ դրվել, եփվել են կամ թոնիրն են իջեցվել, իսկ թոնիրում երբ որ եփվում է, այդ թրջելու եւ այլնի process-ը պետք է ամեն դեպքում երկար է եփվում եւ եփվում է բարձր ջերմաստիճանում։ Բայց քանի որ մենք գազօջախի վրա ենք պատրաստելու եւ եթերային է, հետեւաբար թրջում ենք կամ նախապես թեթև խաշում ենք ամեն ինչ։ Այստեղ միսը եւս խաշված է, ունենք 2 գլուխ սոխ, ունենք կարակ, որով սոխ առած ենք պատրաստելու, համեմունքներից ունենք այստեղ կարմիր պղպեղ, սև պղպեղ, բուրումնավետ աղ է սա, որի հիմքը հիմնականում այսպես է, խոշոր աղ, ռեհան եւ 4 կանաչիների միքս է ստացվում այստեղ։ Ես այդ չգիտեի։ Շատ հետաքրքիր բույր եւ այո, համ ունի։ Այնտեղ ներկայացված էր, որ մուշում հիմնականում փլավները ճաշակում էին որոշակի թանձրուկ սոուսներով, եւ մենք որոշեցինք, որ այդ սոուս թանձրուկը պետք է լինի տոմատի մածուկ, ռեհանի եւ իհարկե ձիթայուղի հետ միասին զուգակցված։ Կարծում եմ շատ համեղ տարբերակ է։ Ես առաջարկում եմ վերադասավորվել եւ իհարկե ընդհատել ու կշարունակենք քիչ հետո։ Մենք վերադարձանք եւ անդրադառնալու ենք Անի ջան, քանի որ խոսեցինք քո արմատներից, ես ուզում եմ անդրադառնալ եւ խոսել քո մանկության համին։ Արդյոք հիշում ես քո մանկության ճաշատեսակը, որը մինչեւ օրս սիրում ես եւ այսպես հիշողությամբ գնում ես դեպի քո մանկություն։ Եվ իհարկե ընթացքում մենք պետք է աշխատենք։ Ես առաջարկում եմ դու հավի միսը թել կանես։ Ես Շատ լավ։ Այստեղ սոխի հարցերը կլուծեմ եւ իհարկե կզրուցենք ընթացքում։ Այսինքն ծանր գործը վերցրեցիք քեզ վրա։ Կարող ես գիտես բանով էլ անել, դանակով կտրատել, հա, ուղղակի երկայնական, չէ, այդպես դժվար կլինի ինձ թվում է։ Երկայնական ուղղակի կտրիչ նույն բանն է ստացվելու։ Որն էր քո մանկության ճաշը, որը մինչև օրս դու այդպես նախընտրում ես եւ շատ կարոտում ես այդ ճաշատեսակի։ Մի քանիսն են, բայց հենց հիմա որ ասեցի, ես միանգամից ոսպով ճաշը հիշեցի։ Պինդ։ Չէ։ Ջրիկ։ Ջրիկ։ Բա այսինքն ինչ էիք ասում այդ ճաշին, հենց ոսպով սուպ ենք։ Հա, մենք այսպես է եղել, կարծում եմ տատիկից, քանի որ տատիկը տեղափոխվել է, ինքը փոքր երեխա է եղել, 10-11 տարեկան է եղել, հա։ Ու փոքր չէ, բայց երեխա է եղել։ Շատ բաներ իր հետ չի բերել, բայց ավանդույթների մասին շատ պատմել է։ Այո։ Կարևորը դա է ինձ թվում է ամեն դեպքում։ Ես կարծում եմ ու պատմում են, որ ինքը այս ճաշը սենց համով էր սարքում, սենց էր անում, ինչ որ հիշողություններ ունեցել է ամենայն դեպս, բայց որ ասեմ կոնկրետ մենք ասում ենք այս մշո
էս ուտեստնա կամ այսպես տանը չի եղել։ Տարբերակիչ որևիցե լուծում տրված, հա, եւ այդպես մտելա ոնց որ առօրյա կյանք։ Բարի, ոսպով տարբերակն է, իսկ դու պատրաստում ես։ Ես հաճախ եմ պատրաստում։ Այնտեղ ընկույզ կա թե ոչ։ Ընկույզ վերջերս եմ սկսել գցել արցախցիներից իմանալով։ Գիտես, որ մի շատ հետաքրքիր ճաշ կա, դա խոյեցիներն են պատրաստում, լոբով տարբերակ է, որը թոնրում է պատրաստվել, լոբին լավ եփելուց հետո իր մեջ որևիցե կարագ յուղ ձեթ չեն ավելացրել, վերջում բավական մեծ քանակությամբ ընկույզը ճխլել են, որից յուղը դուրս է եկել եւ դա ընկույզի յուղով պատրաստել են լոբաճաշը։ Այո, այնպես որ մեր նախնիները գիտեին թե ինչ էին ուտում եւ ինչ տարբերակով։ Ես ոնց որ սկսում եմ արտասվել, գիտեք, ժողովուրդ։ Կարող է ես սկսեմ կտրտել մի քիչ ես արտասվել։ Ես պարզապես մի քիչ զգացմունքային եմ եւ այս սեզոնի սոխերն էլ են զգացմունք առաջացնում։ Փորձեմ չարտասվել, լավ, ես քաջ եմ։ Անի ջան, անդրադառնանք քո մասնագիտությանը նաև, հա։ Դու մասնագիտությամբ հոգեբան ես։ Ինչպես ընտրեցիր այդ մասնագիտությունը, ինչը դրթեց քեզ ընտրել հոգեբանի մասնագիտությունը։ Շատ հետաքրքիր հարց է, որտեղ ի սկզբանե ես չեմ ուզել հոգեբան դառնալ։ Ինչ էիր ուզում։ Հնագետ էի։ Հնագետ էի դառնալ։ Այդ սերը դրա հետ կապված հիմա տնտղումների եւ պեղումների հետ կապված։ Այդտեղից է գալիս։ Այո, այդտեղից է գալիս։ Մանկության երազանք, որը ինչ պատճառներով չիրականացրեցի, չեմ ասում չիրականացավ։ Ահա, երևի չգնացի։ Ինձ թվում է ասել են դա աղջկա մասնագիտություն չէ, բան, հա։ Այդպես մի բան կար, ոչ թե աղջկա մասնագիտություն չէ, այլ օրինակ մամաս ասում էր հողի փոշու մեջ ամբողջ օրը տարբեր տարածքներում դու ընտանիք չես պահի, բայց դա չէր խնդիրը, դա տենց ասում էի դա կապ չունի, որովհետև դե տարիքն էլ է, չէ, որ ոնց հնարավոր է քեզ ասեն Հետո այն ժամանակ ընդունված չէր հնագետ կանանց տեսնել, շատ քչերն էին, որ այդ հնագիտությամբ էին զբաղվում, իհարկե ձեր տարիների մասն է խոսքը։ Ես տեսել էի մի կին, միգուցե ծանոթացել էի դրսում Եգիպտագետի հետ։ Եգիպտագետներ, Ռուսաստանում շատ հնագետ կանայք կային այն ժամանակ, հա, բայց հայկական միջավայրը, հայկական միջավայրի մասին կային, բայց մենք չունեինք։ Միայն տղամարդիկ են գրեթե աշխատում այդ ոլորտում, բայց դե իհարկե կանայք էլ դրսում լավ այդպես հնագետներ, շատ հայտնի հնագետներ կան, ովքեր որ իրենց ներգործունեությունը ունեն այդ հնագիտության զարգացման մեջ։ Բայց դա չէր խնդիր, ինձ թվում է ուղղակի շեղվեցին ճանապարհից դրանից։ Թարս, ինչ որ դեպքեր պատահեցին, որը ես ընկալեցի որպես կետ ու թեքեցի ճանապարհը։ Բայց հիմա դժգոհ ես, որ դու Ոցարձակ։ Ես ավելին ասում եմ, ես նույն հնագիտական պեղումները իրականացնում մարդու հոգում։ Այո։ Հա, իրականում ինքը ասոցիատիվ, հա, կամ մետաֆորիկ նման է, այսինքն շերտերը հանում ենք ու տակից բացահայտվում է խնդիրը, որի լուծումն էլ բերում է խնդրի լուծման։ Այո, միաժամանակ նույն ձև է եւ շերտ-շերտը ինչպես հնագիտության մեջ է, եւ դու այնտեղից կարողանում ես գանձեր գտնել։ Իսկ այդ գանձերը հիմնականում մարդու հոգեկան վիճակը եւ հոգեբանական վիճակը թույլատնելու, հանգստացնելու եւ խնդիրը գտնելու մեջ է։ Խնդիրը միասին գտնելու, այսինքն պետք է այցելուն թույլ տա, որ դու բացես դա։ Մոտենաս իր հոգեկան աշխարհին, որոշակի տեղեր մտնես դուրս գաս, միայն թույլտվությամբ։ Եթե այցելուն թույլ է, երբ թույլ է տալիս այդ ժամանակ էլ փորձում ես արդեն աշխատանքդ իրականացնել եւ դա իհարկե հիմնված է համագործակցության վրա։ Անի ջան, ես գիտեմ, որ դու աշխատանք ես տարել նաեւ մի հետաքրքիր հոգեբանայության մեջ ուղղվածության հետ կապված։ Դու կասես իհարկե թե դա ինչպես է ճիշտ գրագետ հոգեբանության մեջ ընդունված, քանի որ նախապես մենք խոսեցինք եւ դու ասացիր, որ գնացել ես երկրի ճանապարհներով։ Լավ։ Հետեւաբար ինձ ասա, խնդրում եմ մանրամասներ դրա հետ կապված, ինչ է դա հոգեբանության մեջ։ Ուրեմն գոյություն ունի brain spotting թերապիա, դա ժամանակակից թերապիա է։ Ժամանակակիցը շատ հետաքրքիր, ինքը նյարդաբանության ու հոգեբանության խառնուրդ է, կարծես։ Իմաստը հետեւյալն է, կարճ ասեմ, որ մեր ուղեղում ֆիքսվում են, խոսել ես ձեռքերով եմ անում, փոխանակ գործ անեմ։ Հա։ Ոչ, ինքն է խոսքի։ Սովոր չեմ այսպես հարցազրույց տալու։
Մոտարպես 70 եւ ավելի տոկոսը մեր ձեռքերի ժեստիկուլացիան աշխատում խոսքի ժամանակ, հետեւաբար մի հատ կենտրոնանում կտրտելու վրա շարունակեմ։ Շատ լավ։ Ուրեմն մեր գլխուղեղում տրավմաները ֆիքսվում են եւ ըստ brain spotting-ի խոչընդոտում են մեր գլխուղեղում գլխուղեղի մեջ հաղորդակցությանը, ոնց որ կենտրոնների, նեյրոնների հաղորդակցությանը եւ brain spotting-ը օգնում է, որպեսզի այդ կետը, տրավմատիկ կետը, կարծես շարժում դառնա եւ թույլ տա ուղեղին, որը կարծում են, որ այդպես է, ես էլ եմ այդպես կարծում, որ մեր ուղեղը ունի հարմարվողականության բնածին կարողություններ, այսինքն լուծել խնդիրները, մեր հոգեկան եւ այլ խնդիրներ, հա, ֆիզիկական։ Եվ կարծես այդ կետը երբ սկսում է շարժվել, բնական ուղեղը սկսում է լուծել այդ տրավմատիկ խնդիրները եւ մեր հուզական լիցքաթափում է տեղ ունենում եւ նաեւ մարմնական ցավի լիցքաթափում է տեղ ունենում։ Եվ վերջերս ես վերապատրաստվում եմ բարբերաբար brain spotting-ով, վերջերս թեման տրանսգեներացիոն թերապիաներ, որին brain spotting-ներ, որին սպասել էի, ես անդադ բարբերաբար քչացնում եմ, որին սպասել էի շուրջ 1 տարի, եւ դա ինչի մասին է, դա տրանսգեներացիոն տրավմաները սերնդե սերունդ փոխանցվող տրավմաների մասին է, իսկ հայ ազգը ունի այդ տրավման։ Չափից շատ ունի, ոչ թե ունի, այլ մեր չափից շատ։ Դարերով կրկնվող եւ Արցախի դեպքերը։ Իսկ ինչպես է դա արտահայտվում։ Դա արտահայտվում է օրինակ ցեղասպանության այդ սերնդե սերունդ փոխանցվող տրավման, հա, ինչպես է արտահայտվում մեզ մոտ։ Տարբեր կերպ կարող է արտահայտվել, օրինակ անձնային առանձնահատկություններն էլ այստեղ կարևոր են։ Պաշտպանական բնույթ բան դրանք, հա, դրանց է մասն է խոսքը։ Ակտիվանում են պաշտպանական տարբեր մեխանիզմներ, օրինակ անտարբերությունից մինչև ագրեսիա։ Տարբեր դրսևորումներ կարող են լինել, մեկը կարող է պայքարի, արդարության համար անընդհատ, վերականգնելու համար, որպեսզի տրավման լուծվի։ Եվ վերջին դեպքեր Արցախի հետ կապված կարծես ակտիվացրեցին մեզ մոտ այդ տրավման։ Դեպի լավ ուղղություն թե վատ։ Վատ, իհարկե, որտեղ կորուստը կրկնակի թուլացում է տանում։ Իհարկե, ոնց որ նույն կետին կպնես։ Ցավալի է իրականում։ Այո, եւ դրա համար շատ սպասում էի, վաղուց էի սպասում, բայց արցախյան դեպքերից հետո ոնց որ ինքս էլ հասկացա, որ ինձ եւս անհրաժեշտ է դա, որովհետեւ ես այսպես տապես կրում եմ այդ ցավը։ Իհարկե։ Եվ շատ հետաքրքիր փորձառություն ունեցա, երբ իսկապես թեթևացան մեկ անգամ հանդիպման ընթացքում թեթևացան իմ ոչ թե հույզերը, այսինքն հիշողությունը եւ այլն, այլ այն ցավը, որը անընդհատ մեջդ կրկնվում է ու չգիտես ինչ անես դրա հետ։ Շատ հետաքրքիր է։ Իսկ դու հիմա որպես հոգեբան աշխատում ես այդ ուղղվածությամբ, այսինքն քեզ կարող են մարդիկ դիմել։ Ահա։ Ես կարող եմ քեզ դիմել այդ հարցով։ Դու չէ։ Դու ինձ հարազատ մարդ ես, ես քեզ հետ չեմ կարող աշխատել։ Բայց ոչ հարազատները, այո, կարող են դիմել ու իրական շատ հետաքրքիր փորձառություն։ Հարազատի նկատի ունի մենք բարեկամներ չենք այդ իմաստով, չէ՞։ Ի նկատի ունի անին, որ մենք իրար ճանաչում ենք եւ այն մարդիկ, ովքեր որ գոնե զգայական դաշտով եւ միջավայրով անընդհատ իրար հանդիպում են եւ ոչ միայն տեսնում են իրար հոգեբանի սենյակում եւ կարող են բաց խոսել դրա մասին, օբյեկտիվ չի լինում արդեն աշխատանքը։ Դիտարկում են ավելի շատ այդպես, չգիտեմ, միգուցե հոգեբանը դիտարկի իր աշխատանքը որպես հոգեբան, բայց այցելուն շատ կետեր չի կարողանում հստակ բացել։ Ճանաչելով անձին։ Օբյեկտիվությունը կորում է, որտեղ հուզականությունը շատ է։ Հասկացա։ Այս ավելացնելու ենք հիմա։ Այո, Անի ջան, մենք քանի որ անդրադառնանք նաև այստեղ ինչ է կատարվում, ես սոխարած պատրաստեցի այն համեմունքներով, որոնք որ թվարկել էի, մի փոքր տավարի միսը տապակում ենք, հետո ավելացնում ենք հավի միսը, թրջված բլղուրը եւ իհարկե սիսերը։ Հետո ջուր ենք ավելացնելու այնքան, որ 1 մատ բարձրությամբ ուղակի ծածկի, բերանը փակում ենք եւ թողնում ենք մարման եփվի։
Ինձ թվում է այս այո, շատ հետաքրքիր համադրություն է կարծում եմ, հավի միս, տաբարի միս, ասենք, հա, ստաբար չի մտածում, որ սա փոխանցեմ այնտեղ։ Այդ երկուսը խառնել, մերոնք խառնել են, այսպես ասել, դե ժամանակակից այս աշխարհում շատ է տեսնում ամեն ինչ խառնած, հա։ Ես ուզում եմ անդրադառնամ դրան, որովհետև քանի որ սա մշո տոնական փլավ է կոչվում, այստեղ խնդիրը նրանում է կանում, որ առատությունը մսի եւ երկու տեսակի առատությունը մեկ փլավում փաստում է այն, որ ժամանակակից լուծման մեջ, այո, մենք հաճախ կարող ենք տեսնել դա, որովհետև առատ է միսը, չգիտեմ, մնացած մթերքները, բայց պատկերացնենք մոտավորապես 19-րդ դար եւ մուշ ու այս հարաբերակցությունը։ Չնայած քաղաքային միջավայրին, որ մուշը քաղաք էր, այնտեղ իհարկե ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ հավի միսը միանգամից տավարի մսի հետ պատրաստել, չնայած նրան, որ անասնապահություն եւ այլն կար զարգացած էր, բայց ինչևից է, սա տոնական է համարում, որ զուտ իր առատության եւ տոն օրերին պատրաստվող փլավ լինելու հետ կապված։ Այսինքն սա տոնացիսական խոհանոցի յուրահատուկ քաշովիներից մեկն է։ Մի փոքր սա կտապակենք իհարկե, հետո ավելացնելու ենք մնացածը, այնինչ որ ունենք այստեղ նախատեսված բլղուրը եւ սիսերը։ Կարծում եմ շատ արագ թեթև պատրաստվող, այո, ուտեստ է։ Եվ կարելի է հաճախ պատրաստել տանը, դարձնել ընտանեկան, այո։ Գիտես, մի հետաքրքիր բան եմ նկատել, որ ինձ մոտ երբ որ գալիս են իմ հյուրերը, հետո գնում են եւ դա դարձնում է իրենց ընտանեկան ճաշատեսակը։ Եվ այդպես հետադարձ կապ միշտ ունենում եմ իմ հյուրերի հետ, ովքեր ասում են, գիտես, այսօր քո այն ճաշից ենք պատրաստել։ Այդքան դուր է գալիս։ Դա քեզանից է։ Թույլ տուր ես գովեմ քեզ, որովհետեւ դու շատ լավ կապողողակ ես դառնում երկրի ու երկրների եւ մշակույթի միջեւ։ Շնորհակալ եմ Անի ջան, շոյվեցի։ Ես առաջարկում եմ ավելացնել ուրեմն այստեղ բլղուրը։ Նախապես մեր մոտ բլղուրը թրջված է, մոտավորապես 1.5 բաժակ է թեյի։ Ուղղակի ինքը աճում է եւ ավելի շատ է երևում։ Միշտ այդպես է, բլղուրը սիրում է մեծանալ, բոյովանալ, բարձրանալ։ Եվ իհարկե ավելացնելու ենք այստեղ մեր սիսերը, նախապես խաշված վիճակում։ Մի փոքր իրենք թողենք։ Այո, ես ավելացրեցի իրեն սոխարածի հետ։ Վերջում կավելացնենք իհարկե աղ եւ ջրի հետ միասին կպատրաստենք։ Մենք մինչև կավելացնենք ջուրը, կդնենք, որպեսզի մարման եփվի, կհանդիպենք, երբ որ արդեն պատրաստ վիճակում կլինի։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ արդեն մշո տոնական փլավը պատրաստ է։ Անի ջան, ասա, որ այստեղ յուրահատուկ բույր է տարածված։ Ամբողջ մենք քննարկում ենք այդ բույրը, այո։ Հիմա ես առաջարկում եմ փորձել, մենք թանձրուկ պատրաստեցինք իհարկե հետը, որը ձիթայուղի, ուրեմն ձիթայուղ է օգտագործված, չորրեհան եւ տոմատի մածուկ, մի փոքր էլ չիլի պղպեղ չորացված տարբերակում։ Հիմա փորձենք ու համի մասին ձեզ ասենք։ Այնպես պիտի անեմ ամեն ինչից ունենամ։ Ընտիր։ Համեմունքները, այն գունավոր աղ։ Այո։ Լավն էր, շատ։ Իրոք տոնական փլավ էր սա։ Երբ են անջատելու, որ ուտենք։ Հես ասեմ անջատենք։ Անի ջան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այս յուրահատուկ մշո ավանդական տոնական փլավը միասին պատրաստելու եւ ճաշակելու համար, որովհետեւ սա յուրահատուկ է, երբ դու տեղափոխվում ես քո մանկություն ու մարդկանց ցույց ես տալիս, որ գենետիկ հիշողությունը կարեւոր բան է եւ այն պետք է պահպանել ու տարածել։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիր եւ ես վերջապես կուտեմ քո պատրաստած ուտեստը։ Այո, դե անջատեք։
Այսօրվա տոնական փլավը, որը պատրաստեցինք Մուշի շրջանից, յուրահատուկ համադրություն էր եւ անմահական համուն էր։ Դե ինչ, խորհուրդ եմ տալիս պատրաստել եւ ճաշակել ազգայինը։ Ձեզ հետ էր Վահե Սեման։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, Տեր կենդանին։